Այսօր խոսենք մի դրվագի մասին, որտեղ հայ զինվորի տոկունությունը փրկեց ոչ միայն տասնյակ հազարավոր կյանքեր, այլև թանկ ժամանակ շահեցինք նորածին Հայաստանի Հանրապետության համար։ Սա մի պատմություն է այն մասին, թե ինչպես են գաղափարական հակառակորդները, բոլշևիկները եւ դաշնակցականները միավորվում ընդդեմ ընդհանուր ցեղասպան թշնամու։ Բաքվի ինքնապաշտպանությունը լոկ տեղային մարդ չէր, այն տարածաշրջանային մեծ խճանկարի մի մասն էր։ Բաքվի ինքնապաշտպանության շնորհիվ հնարավոր եղավ շուրջ 30,000 հայի փրկել անխուսափելի սպանդից։ Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ։ Երգիր մեդիայի եթերում մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարն է։ Պատմությունը հաճախ մեզ դնում է անհնարին ընտրության առջև, երբ գոյության կռիվն ու քաղաքական շահերը բախվում են միմյանց։ Կան քաղաքներ, որոնք դառնում են ոչ միայն բնակության վայր, այլև ազգային դիմադրության խորհրդանիշ։ Այդպիսին էր Բաքուն 1918 թվականին։ Մենք սովոր ենք մայիսյան հերոսամարտերը դիտարկել Արարատյան դաշտի համատեքստում, սակայն հայության այդ օրերի գոյամարտի արևելյան թևը ձգվում էր մինչև Կասպից ծովի ափերը։ Այսօր խոսենք մի դրվագի մասին, որտեղ հայ զինվորի տոկունությունը փրկեց ոչ միայն տասնյակ հազարավոր կյանքեր, այլև թանկ ժամանակ շահեցինք նորածին Հայաստանի Հանրապետության համար։ 1918 թվականի գարունն ու ամառը Անդրկովկասի համար վճռորոշ էին։ Սարդարաբադում եւ Բաշապարանում հայ ժողովուրդը կարողացավ կասեցնել թուրքական ներխուժումը Արարատյան դաշտ, որի արդյունքում հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը։ Սակայն Հայաստանի հյուսիսով թուրքական Կովկասյան իսլամական բանակը ձգտում էր հասնել դեպի Բաքվի նավթահորերը։ Նրանց ճանապարհին կանգնած էր ոչ թե կանոնավոր պետական բանակ, այլ մի բարդ ու հակասական ուժ՝ Բաքվի կոմունայի եւ Հայոց ազգային խորհրդի միասնական դիմադրությունը։ Սա մի պատմություն է այն մասին, թե ինչպես են գաղափարական հակառակորդները, բոլշևիկները եւ դաշնակցականները միավորվում ընդդեմ ընդհանուր ցեղասպան թշնամու։ Բաքվի ճակատամարտը նաև երկու խոշոր անհատների՝ Ստեփան Շահումյանի եւ Ռոստոմի քաղաքական ու մարդկային հանդիպման վայրն էր։ Մի կողմից Ստեփան Շահումյանը, որ իր հավատամքով բոլշևիկ էր եւ Մոսկվայի ներկայացուցիչ Կովկասում, բայց իր էությամբ ու գործով չէր կարող անտեսել հայության ֆիզիկական բնաջնջման վտանգը։ Մյուս կողմից Ռոստոմը, հայ հեղափոխական դաշնակցության հիմնադիրներից մեկը, Պողպատյա կամքի տեր մի գործիչ, ով եկել էր Բաքու կազմակերպելու հայության վերջին դիմադրությունը այստեղ։ Երկու հակադիր բևեռները Բաքվում գտան մի ընդհանուր հայտարար՝ գոյատևումը։ Բաքվի ինքնապաշտպանությունը լոկ տեղային մարդ չէր, այն տարածաշրջանային մեծ խճանկարի մի մասն էր։ Դեռևս 1918 թվականի հունվարին ռուսական բանակի հեռացումը վերածվեց արյունալի սպանդի։ Շամքորում, որտեղ կովկասյան թուրքերը զինաթափեցին ռուսներին, ձեռք բերելով հսկայական զինանոց, ազդանշան եղավ հայության համար, որ պետք է զինվել եւ պատրաստվել ինքնապաշտպանության։ Ռուսական բանակի հեռացումից հետո Բաքվում ձևավորվեցին հայկական ինքնապաշտպանական ջոկատներ։ Երբ քաղաքում տիրում էր քաոս, Բաքվի դաշնակցական կազմակերպությունը եւ անձամբ Ռոստոմը դարձան այն առանցքը, որի շուրջ հավաքվեցին ինքնապաշտպանական ուժերը։ Ռոստոմը ոչ միայն քաղաքական ղեկավար էր, այլև մարտական ոգի նշնչող։ Հենց նրա ջանքերով Բաքվի հայոց ազգային խորհուրդը վերածվեց ռազմական շտաբի։ Ռոստոմը հասկանում էր, որ եթե ընկնի Բաքուն, թուրքական հորդաները կհեղեղեն արևելյան Հայաստանը։ Նա գիշեր ու զոր քաղաքի դիրքերում էր, անձամբ հետևելով ամրությունների կառուցմանը։ Բաքվում կուտակվել էին հազարավոր հայ զինվորներ, որոնք առաջին համաշխարհային պատերազմից Ռուսաստանի դուրս գալուց հետո վերադառնում են եվրոպական ճակատներից եւ ճանապարհների փակնելու պատճառով չէին կարող հասնել տուն, արևելյան Հայաստան։ Բաքվում ստեղծվեց հայկական կորպուսի բաղկացուցիչ մաս, համազգաստ Զրվանստյանցի 3000-անոց գունդը եւ կամավորական այլ ջոկատներ։ 1918 թվականի մարտին կանխվեց մուսավաթականների առաջին հարձակումը, ինչը Բաքուն ժամանակավորապես պահեց հայ-ռուսական վերահսկողության տակ։ 1918 թվականի ապրիլին ձևավորվեց Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդը Ստեփան Շահումյանի գլխավորությամբ, այսպես կոչված Բաքվի կոմունան։ Վերջինս գտնվում էր երկու քարի արանքում։ Շահումյանը, հավատալով Ռուսաստանի օգնությանը,
փորձում էր Բաքուն պահել խորհրդային ուղերձներում, սակայն տեսնելով Բաքվի անտարբերությունը, նա ստիպված էր ընդունել հայկական ազգային ջոկատների գերակայությունը պաշտպանության գործում։ Նրա ողբերգությունն այն էր, որ Բաքվի կոտորածի օրերին կիսեց իր ժողովրդի ճակատագիրը, դառնալով թիրախ թուրքերի համար որպես հայ, էսերների համար որպես ինտերնացիոնալիստ։ Հունիսի 5-ին Բաքվի զորքերը, որոնք ճնշող մեծամասնությամբ հայեր էին, անցան հակահարձակման դեպի Գանձակ, նպատակ ունենալով ռազմաճակատը հեռացնել հայահոց գավառներից։ Սակայն թուրքական կանոնավոր ուժերի ճնշման տակ հունիսի վերջին սկսվեց նահանջը։ Շահումյանը հայացքն ուղղել էր դեպի Մոսկվա, սակայն Լենինյան կառավարությունը զբաղված էր իր կաշի փրկությամբ։ Արդյունքում Բաքու հրավիրվեցին բրիտանական զորքերը, ինչը բոլշևիկների և ազգային ուժերի միջև քաղաքական բախման պատճառ հանդիսացավ։ 1918 թվականի սեպտեմբերի 15-ին թուրքերը մտան Բաքու։ Չնայած Ռոստոմի և Համազասպի հերոսական ջանքերին, քաղաքը հնարավոր չեղավ պահել։ Թուրքերը քաղաքը գրավելուց հետո շուրջ 30,000 հայ սպանեցին։ 3 օրվա ընթացքում Բաքվի հայության նյութական կորուստները հասան աստղաբաշխական թվերի, իսկ Ստեփան Շահումյանն ու նրա գործընկերները, 26 կոմիսարները, գնդակահարվեցին Թուրքեստանի ավազուտներում։ Այդուհանդերձ Բաքվի ինքնապաշտպանության շնորհիվ հնարավոր եղավ շուրջ 30,000 հայի փրկել անխուսափելի սպանդից։ Բաքվի 1918 թվականի իրադարձությունները մեզ տալիս են մի քանի դառը, բայց կենսական դաս։ Առաջին դասը Բաքվի երկարատև ինքնապաշտպանությունը կաշկանդեց թուրքական զգալի ուժերի։ Եթե չլիներ Բաքվի դիմադրությունը, թուրքական բանակը շատ ավելի մեծ ուժերով կհարձակվեր նորածին Հայաստանի Հանրապետության վրա։ Բաքվի հայերի զոհողությունը Երևանի փրկության գրավականներից մեկն էր։ Երկրորդ դասը թե ռուսական բոլշևիկյան օգնության ուշացումը, թե բրիտանական փոքրաթիվ զորախմբի անարդյունավետությունը սովորեցնում են, որ օրոսական պահին օտարերկրության վրա հիմնվելը կարող է կործանարար լինել։ Շատ դաժան կարող է լինել քաղաքական պատրանքների գինը, երբ հույսը դնում ես արտաքին ուժի վրա, որն այդ պահին այլ շահեր ունի։ Ինքնապաշտպանությունը պետք է լինի սեփական ուժերի վրա հենված։ Երրորդ դասը Բաքվում հայկական տարբեր քաղաքական հոսանքներ կարողացան միավորվել զենքի շուրջ։ Սա ապացույցն է այն բանի, որ ազգային վտանգի պահին գաղափարական տարաձայնությունները պետք է զիջեն պետական եւ ազգային շահերին։ Չորրորդ դասը Ռոստոմի օրինակը մեզ սովորեցնում է, որ ճակատագրական պահերին անհատի կամքը կարող է փրկել պատմության ընթացքը։ Ռոստոմը ցույց տվեց, թե ինչպես կարելի է անհուսալի թվացող իրավիճակում կազմակերպել ժողովրդին։ 5-րդ դասը Բաքվի կոտորածը 1915 թվականի մեծ եղանի շարունակություններ արևելքում։ Այն մեզ հիշեցնում է, որ պանթուրքիզմի նպատակները չեն փոխվել եւ միայն ամուր պաշտպանական համակարգը կարող է կանխել նոր ողբերգությունները։ Բաքվի հերոսամարտն ու դրան հաջորդած ողբերգությունը մեր պատմության այն էջերից են, որտեղ պարտությունը վերածվում է բարոյական հաղթանակի եւ ռազմավարական նշանակության դիմադրության։ Մենք պարտավոր ենք հիշել այն 30,000 նահատակներին եւ այն հերոսներին, ովքեր Կասպից ծովյափին պաշտպանում էին հայկականության իրենց բաժինը, որը նաեւ ընդհանուր էր։ Այսօր մենք պետք է վերաիմաստավորենք Բաքվի դասերը, որպեսզի հասկանանք, խաղաղությունը պայմանագիր չէ, այն ուժ է, կամք է եւ պատմության սխալները չկրկնելու կարողություն։ Վերջում հիշեցնեմ, որ մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարի նախորդ թողարկումները կարող եք գտնել մեր YouTube-յան ալիքում։ Շնորհակալություն ուշադրության համար։ Պահպանենք մեր պատմությունը, որպեսզի այն պահպանի մեզ։ Մնացեք խաղաղությամբ։